Հակակոռուպցիոն կոմիտեի հարգելի նախագահ, հակակոռուպցիոն կոմիտեի հարգելի ծառայողներ, աշխատակիցներ, նախ շնորհավորում եմ բոլորիս հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման 4-րդ տարեդարձի առիթով։ Կոմիտեն այն ինստիտուտներից է, որի ձևավորումը ուղիղ կապ ունի 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխության հետ, որովհետև բոլորիդ աչքի առաջ է եղել, որ հակակոռուպցիոն պայքարը իհարկե այդ բառապաշարը ընդունված չի օգտագործել նման լսարաններում, բայց այնուամենայնիվ հակակոռուպցիոն պայքարը մեր քաղաքական կառավարող թիմի բրենդն է կամ բրենդներից է, բայց դա էլ պետք է ասեմ, որ հակակոռուպցիոն պայքարի այս բովում մեր առաջ նոր հարցեր են գալիս եւ որոնց պատասխանները ոչ միայն պատասխանները մենք չենք ունեցել սկզբանե, այլև սկզբանե այդ հարցերի գոյության մասին նույնիսկ չենք իմացել, որովհետև սկզբանե գիտեք ինչ են միջավայրում, որը կար 2018 թվականին, այդ միջավայրում թվում էր, թե հակակոռուպցիոն արդյունավետ պայքար տանելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք եւ դրանով շատ հարցեր կլուծվեն։ Դա իհարկե ճշմարտություն է, որովհետև առանց քաղաքական կամքի բացակայության ընդհանրապես որևէ հարց հնարավոր չէ լուծել, այսինքն քաղաքական կամքն այն է, որ ինչքանով է կառավարությունը, քաղաքական իշխանությունը ցանկանում, որ այդ հակակոռուպցիոն պայքարը կոնկրետ դեպքում տեղի ունենա, եւ մենք նախ եկանք այն եզրակացության, որ քաղաքական կամքը արտահայտող կոնկրետ կառույց պետք է լինի եւ այդպես էր, որ նաեւ հանգեցինք, որ հակակոռուպցիոն կոմիտեն պետք է ձևավորվի, բայց այս հիմա 4-րդ ձևավորման 4-րդ տարին է, ես խոսում եմ 2018 թվականից անցել է 7 տարի, այսինքն 3 տարի այնուամենայնիվ ժամանակը վերցնում է եւ այդ ընթացքում նաեւ իհարկե դա չի նշանակում, որ միջև հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը քաղաքական կամքը կանգի վրա կամ պաուզայի վրա էր դրված, բայց այնուամենայնիվ ժամանակը գնում է եւ բայց ժամանակի ընթացքում եւ հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումից առաջ էլ հետո էլ այնուամենայնիվ քաղաքական հայտարարություն, որոնք հնչում են պաշտոնական ամբիոններից եւ այլն եւ այդպես շարունակ, երբեք էլ ոչ միտեղ չի լինում, որ իշխանությունն ասի, գիտեք, ինչ մենք չենք, հա, դե ասում ենք, բայց չենք պայքարում կոռուպցիայի դեմ։ Եվ երբ որ այս խզումը չկա, այնուամենայնիվ թե պետական համակարգը, թե բոլորը ասում են, հա, բայց մի հատ պետք է հասկանալ, լուրջ են ասում, լուրջ չեն ասում, հա, այս իսկական է, իսկական չի, եւ այլն, եւ այդպես շարունակ։ Ես հիմա կիսում եմ այն, ինչ որ այս ընթացքում ես զգացել եմ մեր քաղաքականությունների կոնկրետ հակակոռուպցիոն քաղաքականության վարման ընթացքում։ Ու սա շատ կարևոր գործոն է, որ ասում են այնուամենայնիվ, ինչ գիտենք, հա, քաղաքական իշխանությունը հայտարարում է մանավանդ, որ նորություն չէ, որ իշխանությունն ասում, չէ, ես կոռուպցիայի դեմ չեմ պայքարում։ Բոլորն էլ ասում են պայքարում են միջազգային կոնվենցիաներով եւ այլն։ Այստեղ շատ կարևոր է, որ ինչպես պետք է այդ ազդակը աշխատի, որ այս ամեն ինչը լուրջ է, այս ամեն ինչը կատակ չի, հումոր չի եւ այլն եւ այդպես շարունակ։ Չնայած ուրիշ խնդիրներ կա։ Մենք խոսելով կոռուպցիայի մասին, հարգելի ներկաներ, մենք պետք է այնուամենայնիվ արձանագրենք, որ եթե Հայաստանում կոռուպցիայի մակարդակը այնպիսին է եղել եւ այնպիսին է, ինչպես շատ լսում ենք, սա նշանակում է, որ Այս կոպիտ կհնչի ձևակերպում, բայց այնուամենայնիվ մեզ հետ կապ ունեցող մարդիկ շատերն են դրա մեջ ներգրավված։ Եվ ես մի հաջորդ խնդրը, որ ես շատ դեպքերում զգում եմ այս ընթացքում, որովհետև եկեք պատկերացնենք հետևյալ կերպ։ Սկսած հակակոռուպցիոն կոմիտե կա իրավապահ համակարգ կա, չէ՞, դատարան, դատախազություն, հակակոռուպցիոն կոմիտե, օպերատիվ մարմիններ, պետական այլ օղակներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ եթե կոռուպցիայի ծավալը մեծ է եւ դա խնդրեմ է երկրի համար, նշանակում է մենք բոլորս, բացարձակապես բոլորս, առնվազն ինչ որ մարդիկ կան, որոնց հետ մենք ուղղակի կամ անուղղակի ինչ որ հարաբերություն ունենք։ Եվ ես մի պահի զգացի, երբ որ ուզում եմ հասկանալ ինչի մեր որտեղ է տեղապտույց ստացվում, հետո հասկանում ենք հետևյալ կերպ, որ ու դրա մասին ես նախկինում եմ այստեղ խոսել,
դե մի փոքր լավություն էս մեր երկիրն էլ փոքրն է, չէ՞, պատկերացրեք, այսքան մարդ ունի այդքան ծանոթ դասարանցի ընկեր, բարեկամ, բանակի ընկեր, հարևան եւ այլն եւ այլն։ Մի փոքր լավ վերաբերվի, ինչպես ընդունված է ասել, օպերատիվ օղակը։ Մի փոքր լավ վերաբերվի քնչական օղակը։ Մի փոքր լավ վերաբերվի դատախազական օղակը։ Մի փոքր լավ վերաբերվի դատական օղակը, հետո դատական օղակն էլ հələ 3 հատ կա։ Մի փոքր առաջին հացանը լավ վերաբերվի, մի փոքր վերաքննիչը լավ վերաբերվի, մի փոքր է վճռաբեկը լավ վերաբերվի, որևէ գործ տեղ հասնելու շանսը կորցնում է, բացարձակապես։ Եվ եթե մենք վերլուծենք, կտեսնենք գնում հաղորդագրություն, ինչքան ասես հաղորդագրություն, այդ ամբիոնից անդադ հնչում է, որ հարուցեցինք, էս արինք, բայց լավ վերջը ինչ առնում, ժողովուրդ ջան, ինչ առնում այդ վերջը։ Ու հետո հասկանում ես, որ վերջ չի լինելու։ Ասենք որ թողես տենց եւս 15 տարի հաղորդագրություններ կլինի այդ նույն գործի մասին, թե ինչպես մենք հասանք հերթական վճռական հանգրվանին։ Այս միջավայրում հնարավոր չի, կոռուպցիայի դեմ հնարավոր չի պայքարել։ Լավ վերաբերվելու, վատ վերաբերվելու սահմանը ես ուրիշ տեղ եմ տեսնում։ Ես տեսնում եմ ֆորմալ վերաբերմունքը փոխարինել բովանդակային վերաբերմունք, որովհետև այդպիսի դեպքեր են լինում, ես ինչքան հասկանում եմ, որ շատ ֆորմալիստական վերաբերմունքը կարող է նաև որոշակի ոչ ճիշտ տեղեր տանի։ Այսինքն մենք բովանդակության մեջ հարցին պետք է անդրադառնանք։ Ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրենք, որ սրանք գործոններ են, որն այս ամեն օղակում տենց եսի ինչ առանձնապես բան տեղի չունեցել, էլի ամեն տեղ մի հատ կես ստորակետ այն տեղում չդրվի, որևէ գործ, նույնիսկ ամենատենց ծանրակշիռ, ինքը երբեք չի կարող գնալ եւ դառնալ հանգել իր տրամաբանական ավարտին։ Հաջորդը, որի վրա ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, դա այսպես ասած տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի կապն է ընդհանրապես իրապահ մարմինների գործունեության եւ այդ թվում հակակոռուպցիոն պայքարի դեմ, որովհետեւ երբ որ անկայուն է իրավիճակը, երբ որ լարվածություններ կան, երբ որ էսկալացիաներ կան, կապ չունի ինչով ես զբաղված, միևնույնն է դու երկրի քաղաքացի ես եւ այդ ամեն մի լարվածությունը մեկը բոլորին իրանք այդ թվում քննիչը, դատախազը, դատավորը հնարավորություն չի ունենում կենտրոնանալ իր գործի վրա։ Եվ սա մի գործոն է, որը ես նույնպես զգացել եմ եւ դա ինչ որտեղ հասկանալի է։ Ասենք եթե ինչ որ գյուղի վրա կամ ինչ որ տեղեր լարվածության օջախներ կան եւ այլն լարվածություն, նույն մարդիկ են բոլոր տեղերում, սկսած տնտեսությունից ավարտած իրավապահ համակարգով։ Եվ ես ինչի համար եմ սա ասում։ Հիմա երբ որ ես հետևում եմ, տեսնում եմ, որ այդպիսի տպավորություն կա, որ հիմա իրավապահ համակարգը ավելի ակտիվ է, այդ թվում հակակոռուպցիոն պայքարն է ավելի ակտիվ։ Իհարկե դա միակ գործոնը չի, բայց իմ գնահատմամբ նաև մեր տարածաշրջանում հաստատված խաղաղությունը ավելի շատ հնարավորություն է տալիս այդ թվում քննչական մարմիններին կենտրոնանալ իրենց գործի վրա։ Իհարկե այստեղ կադրային հարց ամենևին էլ երկրորդական չի, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ ընդամենը ամիսներ առաջ է նշանակվել այդ պաշտոնում եւ կա նաեւ մի ուրիշ գործոն, որի մասին ես ուզում եմ այսօր անպայման նշել։ Պարոն Նահապետյանի հետ մեր աշխատանքի ընթացքում եւ այդ որոշումների ժամանակ շատ կարեւոր դեր է խաղացել նաեւ հետեւյալը, որ նախորդող շրջանում պարոն Նահապետյանը եղել է դատավոր, որովհետեւ այս տարիների ընթացքում այդ խոսակցությունները անընդհատ որ քննիչները ուրիշ կերպ են նայում իրադրությանը, դատավորները ուրիշ կերպ են նայում եւ այլն, ես պարոն Նահապետյանի խնդրել եմ, ասել եմ, որ շատ կարեւոր է, որ իհարկե պարոն Նահապետյանը նախկինում եւ քննիչ է եղել, եւ դատախազ, եւ քննչական համակարգ ղեկավարել։ Ես ասել եմ շատ կարեւոր է, որ հակակոռուպցիոն կոմիտեից դուրս եկող գործերը դատավորի աչքով նայվեն այդ թվում, որպեսզի այդ խոսակցության տարածքն էլ փակեն, որ այնուամենայնիվ քննիչը մի կերպ անկալում, դատավորը մի կերպ անկալում,
Եվ ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ այս հանգամանքը նույնպես էական դեր կունենա հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքների արդյունավետության բարձրացման իմաստով։ Հաջորդ գործոնը, որը ես էլի նկատել եմ, մեր իրավապահ համակարգը պետք է այդել խոստովանել իր համար սովորական չի սոցիալական ցանցերի եւ խոսքի ազատության այս պայմաններում աշխատել, որտեղ մենք նաեւ ընթացքում հասկացանք, որ կա նաեւ հետեւյալ խնդրեմ, երբ որ սոցիալական ցանցերով եւ այլնով հասցեական հարձակումներ են սկսում կոնկրետ քննիչների, կոնկրետ գործեր վարող քննչական խմբերի նկատմամբ ընտանիքների անդամների նկարներ եւ այն սրանք են գործոններ, որ բոլորը մարդ են, ոչ մեկ չի կարող տենց լիարժեք վահանով փակվել եւ ասել, որ ոչ մի բան չկա եւ սրանք են գործոններ, որոնք ազդում էին process-ի վրա։ Ինչի եմ ասում ազդում էին, որովհետեւ իմ կարծիքով, երբ որ դա մի նոր երևույթ է, այնուամենայնիվ համակարգերը սկսում են ադապտացվել դրան, նաեւ դրանց հակազդելու ձևեր են գտնում եւ իմ տպավորությամբ նաեւ մեր իրավապահ համակարգը, այդ թվում հակակոռուպցիոն կոմիտեն արդեն ավելի ադապտացվել է այդ իրավիճակին եւ կարողանում է շատ թե քիչ այս իրավիճակներից պաշտպանվել։ Հաջորդ հարցադրումը կամ մթնոլորտը կամ դրույթը, որը կա, հետեւյալն է, որ հիմա այդպիսի հարց հաղորդում կախված, թե արդյոք Հայաստանում բոլորին լսում են, բոլորին գաղտնալսում են, որովհետև ակնհայտ շատ առանցքային գործերի հետ կապված գաղտնալսումներ են հրապարակում եւ այլն եւ այդպես շարունակ։ Հայաստանում օպերատիվ հետախուզության մասին օրենքը նորություն չի, այստեղ նորությունն ի՞նչ է։ Նորությունն է նա, որ օպերատիվ հետախուզության մասին օրենքով հստակ սահմանված է եւ ընդ որում բոլոր ամենաժողովրդավարական երկրները ունեն այդ համակարգերը, որտեղ հստակ սահմանված է երբ, ինչպես, որ դեպքում, ինչ պայմաններում կարելի է իրականացնել այդ օպերատիվ աշխատանքը։ Իսկ ո՞րն է նորությունը։ Իսկ նորությունն է նա, որ քանի որ մեզ համար հանցավորության կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր եւ սկզբունքային է, կառավարությունը այո, ըստ հնարավորին ներդրումներ է անում, որպեսզի Հայաստանի օպերատիվ մարմինները տեխնիկական կարողություններ ունենան։ Բայց եկեք պատկերացնենք, որ Հայաստանի կառավարությունը ասում է, որ մենք ուզում ենք պայքարենք կոռուպցիայի դեմ, հանցավորության դեմ ենք ուզում պայքարենք եւ գոնե ինչ որ մի կայուն մակարդակով չի ֆինանսավորում, որպեսզի մեր օպերատիվ եւ քննչական մարմինների տեխնիկական կարողությունները զարգանան։ Դա եղավ ամբիոնից հայտարարություն։ Մյուս կողմից հանցավորությունը ինքը տեխնոլոգիական մոտեցումներ է որդեգրում։ Եվ եթե իրավապահ համակարգը ինքը տեխնոլոգիական մոտեցումներ չորդեգրի, ամբողջ հանցավորության դեմ պայքարը կձախողվի։ Հիմա մանավանդ, ասենք ցուցմունքով, ուղղակի ցուցմունքով որևէ մեկին հնարավոր է քրեական պատասխան։ Պարզա ինչ արնելու 1, 2, 3 էլի սոցիալական ցանցերով թիրախավորում եւ այլն, գնալու են դատարաններում հրաժարվեն, որովհետեւ բոլոր դեպքերում եւ այդ խնդրեմը միշտ եղել է եւ միշտ կա։ Եվ հիմա ես ուրախ եմ նաեւ, որ մեր իրավապահ մարմինները այլևս այդքան կախված չեն անձերի ցուցմունքներից, որ այսօր կա, վաղը մյուս օրը կարող է չլինի։ Եվ մեր քննչական մարմինները առաջնորդվում են այն կանխավարկածով, որ եթե նույնիսկ ստացվի այդպիսի իրավիճակներ, որ այնպիսի ապօրինի ճնշումներ լինեն վկաների վրա եւ այլն, որ նրանք արդյունքում հրաժարվեն, այնուամենայնիվ փաստական բազան լինի այնքան ծանրակշիռ, որպեսզի այդ գործերը հասնեն տրամաբանական ավարտին։ Ես ամփոփելով ուզում եմ նախ գոհունակությամբ արձանագրեմ, որ իրոք հիմա որոշակի աշխուժություն նկատվում է եւ այդ աշխուժությունը իհարկե նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահի գործունեության արդյունք է, բայց սովորաբար մի այսպիսի խնդրեմ էլ է լինում, որ պաշտոնյաները նոր նշանակվում են, արագ մի քանի ամիս տենց շատ մեծ էներգիա են դնում, հետո կամաց այդ էներգիան նվազում է, իհարկե բան Նահապետյանի հետ մենք պայմանավորվել ենք, որ դա պետքա տեղի չունենա եւ ես
հույս ունեմ եւ համոզված եմ, որ տեղի չի ունենա, բայց ես կարծում եմ, որ հիմա իսկապես կան բոլոր գործոնները, որպեսզի հակակոռուպցիոն մեր պայքարը դառնա ավելի արդյունավետ։ Շատ կարևոր է ելի արձանագրել, որ մեր քաղաքական կամքը չի նվազել եւ չի նվազելու։ Տեսեք, մի հատ ուրիշ հանգամանք էլ կա։ Հա, եւ այս տեխնիկական միջոցները ես շատ կարևոր եմ համարում կանխարգելման առումով։ Թող բոլորը իմանան, որ Հայաստանի հենց մեր խնդիրը չի, որ մարդիկ կոռուպցիայով զբաղվեն, հակակոռուպցիոն կոմիտեն գնա բռնի։ Մեր բացարձակ դա ամենատահաճ բանն է իրականում։ Որևէ մեկին դա հաճույք չի պատճառում։ Ընդհակառակ մեր խնդիրը կարևորագույն մենք մեծ ներդրումներ ենք անում կոռուպցիայի կանխարգելման, եւ ոչ թե մի կողմից կոռուպցիան խթանենք, որ գնանք մյուս կողմից բռնենք, ասենք, վայ, տեսեք բռնի։ Սա անիմաստ գործունեություն է, եւ ես հիմա այս բաներին հետևելով ես շատ գոհ եմ, որ մարդիկ տեսնեն, որ այսօր մեր հակակոռուպցիոն կոմիտեն բավարար, չեմ ասում լավ, բավարար տեխնիկական հագեցվածություն ունի, եւ ինչ այլոց հակակոռուպցիոն կոմիտեն ունի նաեւ օպերատիվ բլոկ, որը էլի դեռ ժամանակ պետք է գա, որ մենք ամբողջական արդյունքները գնահատենք, բայց գոնե միջև այս պահը տպավորությունն այնպիսին է, որ դա լավ համակարգ է, որովհետեւ էլի շատ դեպքերում մենք հանցավորության դեմ պայքարում ինչ երևույթ ենք տեսնում, արտահոսքի երևույթ, որ կարող է օպերատիվ հետախուզական միջոցառման ենթարկվող մարդը իմանա, որ իր նկատմամբ օպերատիվ հետախուզական աշխատանք է իրականացում, որը էականորեն այդ աշխատանքի արդյունավետությունը նվազեցնում է։ Հիմա հակակոռուպցիոն կոմիտեի դեպքում այդ ինֆորմացիային տիրապետող մարդկանց շրջանակը հնարավորինս նեղ է, ինչը նշանակում է, որ այդ երևույթները ավելի կառավարելի են դառնում։ Եվ հետևաբար հարգելի գործընկերներ, ես ուզում եմ շնորհավորել մեզ, ձեզ բոլորիս հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման 4-րդ տարեդարձի առիթով եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այս ընթացքում ձեր կատարած աշխատանքի համար եւ ուզում եմ նաեւ ընդգծել, որ տեսեք խոսք է գնում նրանից, թե հակակոռուպցիոն կոմիտեն ինչքան վերականգնեց եւ այլն, էդ էլ ամենակարևոր ինդիկատորը չի, որովհետեւ երբ որ օրինակ հակակոռուպցիոն պայքարի զգացողություն կա երկրում, դրանց պետական բյուջեի եկամուտները ավելանում են ոչ անմիջապես ուղիղ կապի հետ, որովհետեւ երբ որ մարդիկ հասկանում են, որ պետությունը մեկը իր եկամուտների հետևից գալու է, դա վարկագծային փոփոխություն է բերում։ Ես որ ասում եմ, այդ ընկալումը մի կողմից իհարկե քաղաքական իշխանության համար խնդիր է, որովհետև մենք չենք ուզում, որ տպավորություն ստացվի, թե բանի բռնատիրական տրամաբանության մեջ ամեն տանը բան է դրած կամ ամեն սենյակում ինչ որ բոլորը օպերատիվ մշակման ներքո են։ Մի կողմից սա իհարկե մեզ համար բարդ է, այդպիսի զգացողություն ռիսկ է մեզ համար, բայց մյուս կողմից ասում եմ լավ է, որ մարդիկ իմանան, որ մեր իրավապահ մարմինները ունեն բավարար տեխնիկական միջոցներ եւ ինչի համար է լավ, որ ես հույս ունեմ, որ դա կանխարգելիչ որոշակի նշանակություն կունենա, մարդիկ միանգամի փոխարեն 7-8 անգամ կմտածեն գնան այդ քայլի թե չէ։ Եվ սա է հենց մեր նպատակը։ Մեր նպատակն է, որ մենք մեր քաղաքականություններով կանխարգելենք, որպեսզի դա տեղի չունենա, որովհետեւ հետևանքի վերացումը ինքը իրականում մենք կարող ենք ուրախանալ դրա արդյունավետության համար, բայց ինքը ընդհանուր առմամբ ուրախալի երևույթ չի։ Կրկին անգամ բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում եւ հույս ունեմ եւ համոզված եմ, որ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը գնալով կդառնա ավելի արդյունավետ։ Իհարկե շենքային խնդիրներ կա, որը շատ վաղուց օրակարգային է եւ ինքը մեծ ծավալներ ունի։ Եվ մենք նաև մտածում ենք այդ շենքային խնդիրների լուծման ինչ տարբերակներ ունենք, բայց սա կայացման process է, երբեք էլ ոչ մի կետում չի լինելու իդեալական։ Եվ ես այս վերջերս արձանագրեցի, որ իդեալի փնտրտուքը կամ իդեալի ձգտումը իրականում մեզ շատ խանգարում է։ Մենք չպետք է իդեալի ձգտենք, այսինքն ինչ ենք ձգտում մի բանի, որ երբեք չի լինի։ Իդեալի ձգտելը մեզ թույլ չի տալիս մեր այս պահին ունեցած հաջողությունը վայելել եւ բավարար բերկրանք ապրել այս պահին ունեցած հաջողությամբ, որովհետև մեր այս պահին ունեցածը մեկը իդեալական չի։ Եվ ապագայում ոչ մի պահին էլ չի լինելու իդեալական, բայց դա չի նշանակում, որ այն որ իդեալական չի,
ոչ մի տեղ իդեալական չի, դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք կամ այդ ինքնախարազանման անընդհատ այդ տրամաբանության մեջ մնանք, անընդհատ ասենք, որ չի ստացվում մեզ մոտ ոչ մի բան չի ստացվում, այն պատճառով, որ իդեալական չի։ Ոչ մի տեղ իդեալական չի եւ չի լինելու։ Խնդիրը հետեւյալն է, որ ամեն հաջորդ տարի, ամեն հաջորդ գործ ավելի արդյունավետ լինի, քան նախորդը, եւ մնացած ամեն ինչում մենք կայուն առաջընթաց ապահովելու հնարավորություն ունենանք, ինչը կարծում եմ այսօր տեսանելի է եւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնեմ դրա համար։